Այս տարի ապրիլի 20-ին բոլոր քրիստոնյաները նշեցին Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Տոնը սկսվեց ավագ շաբաթ երեկոյան ճրագալույցի Սուրբ Ավետումով, որի ժամանակ էլ ազդարարվեց Փրկչի հրաշափառ հարության ավետիսը։ Այս տարի Նինոսմինդայի հավատացյալների համար տոնը նաև պատմական էր, քանի որ շրջանի հասարակությունը կարողացավ իրենց տներ տանել Երուսաղեմից բերված Սուրբ կրակից, որը մեզ հասցրեցին Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Վարազդատ Մարաբյանը եւ Տեր-Արմաշ քահանա Պողոսյանը։ Չնայած եւ Սուրբ կրակը Երուսաղեմից մեզ հասավ կեսգիշերին, սակայն եկեղեցին մարդաշատ էր, ովքեր մեծ սիրով ու ուրախությամբ դիմավորեցին Տեր-Արմաշ քահանա Պողոսյանին եւ Վարազդատ Մարաբյանին, նրանց ձեռքերով բերված Հիսուս Քրիստոսի հարության կրակը։ Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Երեսիանում քո, եկես ծառայություն քո, եկեցին ման քո, որպես եկինս եւ եկրի, ասած մեր անապազոր, դոր մեզ այսօր, եւ դող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք դողուք մերոց սպարտապանած, եւ մի տանելս մեզի փորձություն, այդ բրկյազ մեզի չարը, զիրկոյակերություն եւ զորություն եւ արկավիճանս ամեն։ Քրիստոս հայրամի մեղենոց, Օրտնալայանը Քրիստոսի մեծ ավետիս։ Մեր ուտը կատարեցինք խաչքավորի օգնությամբ այսօր Երուսաղեմից Քրիստոսի հրաշք լույսը բերեցինք այստեղ։ Եվ այսօր գիտենք, որ բոլոր քրիստոնյաների հարության տոնը այսօր է։ Եվ բոլոր քրիստոնյաները նշում են։ Հարությունը մեզ հույս է տալիս, մեզ հավատ է տալիս դեպի Աստված գնալու։ Մեր կյանքը դասավորելու։ Աստծո ներկայությունը զգալու։ Եղանք Տիրոջ այն վայրերը, որտեղ Տերը եղել էր, չարչարվել էր, խաչվել էր, թաղվել էր եւ հարություն էր անել։ Երկար ճանապարհ կտրեցինք, եկանք հասանք այստեղ, հասանք, որ մեր հավատքը զորանա, Աստծո օրհնությունը շարժանա։ Այս պատմական իրադարձությունից հետո Կիրակի օրը Նինոսմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում հազարավոր հավատացյալներ նշեցին Հիսուս Քրիստոսի հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ։ Այն նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Զատիկը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Այս գեղեցիկ ու կարևոր տոնի կապակցությամբ էլ մեր եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ Տեր-Արմաշ քահանա Պողոսյանի կողմից։ Մեր այս տարվա խաչքավորը գիտենք Վարազդատ Մարաբյանն է եւ 8 տարի առաջ ինքը Երուսաղեմից բերեց իր ընտանիքի հետ բերեց լույսը մեզ եւ առաջին անգամ պատմության մեջ Երուսաղեմից լույսը ունեցանք Նինոսմինդա էլի առաջին անգամ ունեցանք եւ կարծես ուխտ էր արել որ մենք երկրորդ անգամ իրար հետ գնանք ու պատիվ ունեցա լինելու դրա համար շնորհակալ եմ իրեն թող Աստված օրհնի իրեն ու իր ընտանիքը եղավ մեր սրբավայրերում եղավ մեր հայկական թաղամասում Սուրբ Հակոբ եկեղեցում հարության տաճարում վերափոխման տաճարում մի խոսքով բոլոր տաճարներում եւ պատարագ մատուցեցինք եւ հարության տաճարից էլ այնտեղից լույսը բերեցինք երեկոյան հա ուղիղ բերեցինք այստեղ եւ զատկական պատարագը մատուցեցինք հարության լույսը տաճարից բերված մեր ժողովրդին բաժանվեց Աստծո օրհնությունը եւ Աստծո լույսը բոլորի բնակարաններում լինի օրհնվեն բոլորը շնորհավորում են բոլորի Սուրբ Զատիկը թող չարությունը դուրս մնա աստվածային սերը բնակվի բոլորիս մեջ հա այդ խաղաղություն գտնենք հա հաշտություն գտնենք Աստծո հետ սա շատ կարևոր է մեզ համար ու այս Զատիկը Քրիստոսի հարությունը եւ մեր աղոթքները որ մեր ազգը ժողովուրդը մեր հավատացյալները ամուր կարճեն Քրիստոսից եւ Քրիստոս սերը այդ սերը մեզ կմիախմբի ու դեպի Աստված կտանի ու ամենամեծ հաղթանակը որ մեզ համար Քրիստոսին բնակեցնել մեր մեջ ու հարության լույսը այդ գաղափարը հենց այնպես չի որտեղ Քրիստոս հարություն առնելով է մեզ հնարավորություն տվեց դեպի Աստված գնալու դրա համար մեծագույն տունն է փրկություն է մեզ համար խաչվեց չարչարվեց խաչվեց հարություն առավ
որ մենք էլ կարողանանք այդ մեղքի շղթաներից դուրս գալ ու դեպի Աստված գնալ։ Շնորհավորում եմ բոլորին եւ նաեւ մեր վրաց եղբայրներին, զատկի հետ կապված այս տարի համընկելն է, եւ կաթոլիկ եղբայրներին մեր բոլորին է շնորհավորում եմ Քրիստոս Հայրավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեզ ձեզ մեծ ավետիս։ Սուրբ Պատարագի ընթացքում բոլոր նրանք, ովքեր հետևել էին մեծ պահքին, նաև բոլոր ցանկացողները մասնակցելով Պատարագին ստացան հաղորդություն։ Չէ՞ որ սա հրաշալի եւ գեղեցիկ օր է, որը թույլ է տալիս մեծ չարչարանքներից եւ նյութական զրկանքներից ազատվել հաղորդության միջոցով։ Յուրաքանչյուր ոք, ով ստանում է հաղորդություն, Քրիստոսին կենարար մարմնի եւ այրան միջոցով զորանում է ու նյութապես շփվում Աստծո հետ։ Իսկ Պատարագի վերջում Տերարմաշ քահանա Պողոսյանը օրհնեց եկեղեցի բերված գինիները եւ ներկված ծվերը։ Այսօր Հիսուս Քրիստոսի հարության տոնն է, Սուրբ Զատիկը։ Մեզ համար, քրիստոնյաներիս համար սա շատ կարևոր տոն է, քանի որ մենք լինելով առաջին ազգը, ովքեր ընդունել են քրիստոնեությունը, Սուրբ Զատիկը համարում ենք շատ կարևոր տոն։ Քրիստոսի հարության տոնի առիթով մենք այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում հավաքվել ենք Սուրբ Պատարագին մասնակցելու համար, ստացանք հաղորդությունը Սուրբ եւ Քրիստոս Հայրյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեզ ձեզ մեծ ավետիս։ Սուրբ Զատիկը նաև անհնար է պատկերացնել առանց ծվախաղերի, որոնք տարբեր են եղել տարբեր բնակավայրերում։ Օրինակ Նինոց Վինդայում Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հավատավոր ժողովրդին, հատկապես երեխաներին բաժանեցին օրհնված ծվեր եւ մատաղ, որի ընթացքում փոքրիկները սկսեցին իրենց ամենասիրած խաղը։ Ըստ մեր ավանդույթի ծվախաղի ընթացքում ով պարտվում է, ձուն տալիս է հաղթողին։ Այսօր Սուրբ Զատիկի օրն է, այսինքն Քրիստոսի հարության օրն է։ Ամբողջ հավատացյալ ժողովուրդը նշում է այս օրը, ուրախ տոն որպես նշում է, որովհետև որ Քրիստոսը գիտենք, որ կյանքը տվեց մեզ համար, սովորական մեր մահկանացուներից համար, որպեսզի մենք ապրենք այս երկրի վրա։ Ես ցանկանում եմ բոլոր մեր հավատացյալ ժողովրդին խաղաղություն, առողջություն, թող այս Սուրբ Զատիկը նրանց ուրախություն բերի միայն եւ այս Սուրբ Զատիկը ուրախ տոն դառնա, նշենք, ուրախանանք իհարկե եւ չմոռանանք, որ Քրիստոսը ապրել է մեզ համար։ Սուրբ Զատիկից հետո եւ ընդհանրապես յուրաքանչյուր տաղավար տոնից հետո մեռելոց է, որի կապակցությամբ ինչպես Սուրբ Սարգիս եկեղեցում, այնպես էլ հայ առաքելական եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստի արարողություն ննջեցյալների համար։ Քրիստոս Հայրյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս։